Բարի օր բոլորին, գնում ենք դեպի Երևանի հիվանդանոց, մայրիկիս ձեռքի համար, ջիլերի հետ կապված խնդիր կա, բայց այսօր տարօրինակ կերպով ցավեր ունեմ, չգիտեմ սա ինչի հետ է կապված, կամաց տվես, կամաց, մեսոպի մուլտիկ եմ տվել հեռախոսով, պարկած նայում առավոտից, ես էլ նույնձև պարկած եմ, մի հատ մագնի խմեցի, կարծում եմ ավարտենք մամայիս ձեռքի հետ խնդիրը, Մեսրոպին մայրիկիս հետ կուղարկեմ տուն, ես մի հատ կգնամ ամեն դեպքում կոնտրոլնի ստուգելու համար, որովհետև անհանգստացնող ցավեր են։ Չգիտեմ, թե արդեն 30 շաբաթական է, փորձնական ցավեր են, ինչ են, չեմ կարող ասել։ Բայց անհանգստացնող է։ Եկել ենք Երևանի հիվանդանոց, բժշկի սենյակում ենք հիմա և չգիտես ինչ հրաշքով այդ ցավերից անցել է այստեղ հիվանդանոցում, ասում եմ երևի ավտոմատ, երբ որ արդեն գնում ես հիվանդանոց, ինչ որ X հիվանդանոց, ցավերդ ավտոմատ այդ հիվանդանոցում անցնում են, երևի իմը լրիվ այդ վիճակն է։ Հրապարակը սիրում եմ նրա համար, որ այստեղ շատ ապահով է, որտեղ երկու կողմից փակված է ու երբ որ Մեսրոպը վազում է կամ պտույտներ է կատարում, չեմ անհանգստանում, որ հեսա բան է։ Չեմ անհանգստանում, որ հեսա ինչ-որ միտեղից մեքենա դուրս կգա։ Ари. Моз, дай спаси. Моз, հեռու մի գնա։ Մեսրոպին էլ է։ Սիրուն եմ սարքել, հա, պոկվեց, պամադայա ես, պոկեցի թևը, լվացի Մեսրոպի խաղալիքները, որոնք ամբողջությամբ ցեխ էին, հիմա անցել եմ մոյկային։ Մեսրոպին բերել եմ պոնչկանոց, այս անգամ նստել ենք այս բարձրի վրա։ Մեսրոպի բասանոշկաները բողվեց, ստվացյացի մամա նկատիվան։ Գնացինք, վերցրեցինք, սետ մի հատ թեթևան, որ հատվի։ Հիմա գնում ենք մոլ, մի հատ պանամկա պետք է Մեսրոպին առնեմ և մի երկու թեթև ամառային հագուց հագնելու։ Մեսրոպ, Մեսրոպ, ինչ ես անում։ Սպասում ենք տաքսին գա։ Վերջապես եկանք տուն, այսօր մի փոքր խառը օր էր, անդադ իմ կամքից անկախ ստացվեց, որ դրսերում էի, հիմա եկեք ցույց տամ գնումները, որոնք արել եմ, օպա, ուզում էի չթափել, բայց թափել, ուրեմն, սրանք նոր գնացինք, գնեցի այսօր լոբի, կարտոֆիլ նոր, Մեսրոպի խնձորները Golden, որը ինքը միայն սա է ուտում, դրա համար մենք
Իդեպ մազերս մամաս այստեղ լիներ, կասեր քո բնական մազերը ամենագեղեցիկն են, միշտ բնական մազերով թող, այսօր ընկերուհիս էլ ասում ամուսնու հետ նստել էինք սրճարան, ասում մազերը այսպես լավա չէ, ասում եմ, հա, լրիվ մամաս եք, մամաս որ ասում շատ սիրուն ես, մազերդ այդպես շատ սիրուն եմ, այսօր այնտեղ իր նոր խաղալիքով խաղում է, շատ սիրուն եմ, միշտ մամայից ասում եմ, մամա, ագրավի համար իր ջուտը ամենասիրունն է, դե պարզ է որ յուրաքանչյուր ձև ես քեզ համար սիրուն եմ, միշտ ինչ տեսքով ուզում ես եղիր, մազերդ կապած, քսված, չքսված, չգիտեմ, ինչ տեսք ուզում ես ունեցիր, մամաս միշտ ասում է, որ այդպես շատ սիրուն է, դու այդպես շատ սիրուն ես, դու այդպես տարբերվում ես, եւ այլն եւ այլն։ Այսօր գնացի բալ, թթու։ Չգիտեմ, ես ասում եմ, որ աղջկա ժամանակ քաղցր է սիրտդ ուզում, չգիտեմ ինչ, ինձ համար դրանք թյուր ասեկոսներ են, որովհետև ես իմ աղջկա հղիության ժամանակ ոնց հասկացա, միայն թթու եմ ուզում ուտել։ Այստեղ գիլաս գնացի, վարունգ, լոլիկ։ Ահա, հիմա այսպես դնեմ, շարունակենք արդեն։ Ուզում եմ բայց նստած շարունակել։ Ինչ տղես։ Հա, ապրես ցավ տանը մամա։ Մեսրոպի վաֆլիները գնեցի Grand Candy եւ հենց շատ լավ է որ խանութում նույն աշխատողներ ու մոտից էլի վերցրել էի, զգուշացրեցի որ Grand Candy-ից երբ որ բերեն վաֆլիները անպայման իրենց զգուշացնի որ անցած օրը սրա սպիտակը մեծերը գնել էի, որոնց ժամկետը 16:06-ն էր մինչև եւ ես հիմնականում գիտեմ որ իրենց ժամկետները շատ այսպես երկարակյաց են լինում պատահաբար բացեցի ու հոտը տարօրինակ կերպով դուրս չեկա, որովհետև ես շատ հաճախ եմ ինչ դուրս է եկել, այսինքն սա որպես նորույթ, ովքեր որ իմ վլոգը հետևում են, կհիշեն, որ ես ասացի, որ նորույթ է վաֆլիների Grand Candy վաֆլիների շրջանում եւ ես առել եմ, շատ հավանել եմ Մեսրոպը ու հիմա հաճախակի սկսել եմ գնել ու սպիտակը բացեցի ու շատ տարօրինակ հոտ միանգամից քթիս է որ ասում խփեց քթից երբ որ ինչ-որ բան բացում ես միանգամից այդ սպეციფიկ հոտա չէ լինում որ հատուկ զգում ես ու հասկացա որ ինչ-որ բան հնարավոր է այն չի ինքն էլ կաթնային էր եւ ստուգեցի ու տեսա որ փաստացի ժամկետը 16:06 ամիս այսինքն այս ամսվա 16-ին լրանում է եւ կարծես թե դրա պատճառը դա էր որ հոտը այդպիսին էր Ինչևէ, եւ հետաքրքիրն էր, որ վերևի հատվածից էր գալիս, ներքևի հատվածներից դեռ այդ հոտը չէր գալիս, որովհետեւ ես վերևի հատվածը հանեցի ու ներքևից գացի, որ այդ հոտը դեռ չի գալիս։ Չգիտեմ ինչի հետ էր կապված, ինչևէ զգուշացրեցի իրենց, սա մինչև նոյեմբեր ամիսը ժամկետի մեջ է, այս փոքրները դրա համար որոշեցի, որ այս վերջի շրջանում ինչ որ գնեմ, հիմնական ամառվա այս ընթացքը, հա փոքր չափերը կգնեմ, որովհետև ես վաֆլին միշտ մեծերն եմ գնում, քանի որ Մեսրոպը, ինչպես ասացի, շատ հաճույքով ուտում եմ։ Այս ապաչիների ես չիպսիկները զբաղվելու, սուրճս մշտական, ինձ պետք է գովազդի համար վճարեն իրենք, որ իրենց այսքան գովազդ եմ անում, բայց իսկապես շատ եմ հավանում ես այս արաբիկայի, հենց այս Չայկոֆի արաբիկայի հենց այս տուփը կապույտ, որովհետև արաբիկայի ուրիշ սուրճել եմ փորձել, միևնույնն է, այս համը չունի, ոնց որ Չայկոֆի այս կապույտը։ Հեսա սպիտակներ վերցրեցի այդ նախընտրեցի սպիտակը վերցնել փոքր եւ մի հատ էլ շոկոլադը քան մեծ սպիտակը բարիլայներ ստացեցին մշտական Մեսրոպես վերջերս առախիսները սկսել է հաճույքով ուտել առախիս վերցրեցի եւ նաեւ դդմի կորիզները ուղա ինչեւ էս առախիսը վերցրեցի Մեսրոպես Չիտեսը վերցրեցինք, սա առավոտյան ուտելու համար, փոքր թեթվասեր, մեկ սեմչկա շատ ուզում եմ, սեմչկա վերցրեցի, սա, մեր խանութում պաչկայի տեսակաների սատկիցը դրամա կիլոգրամներով, այսպես ինձ համար իմ չափաբաժին համապատասխան գնեցի, լավ ոգելի դնենք ստեղ սա, կդասավորեմ, շիկը գնեցի, Այսա, դդմի սերմերը, հնական այդպես չի լինում, որ տանը ինձ մոտ դդմի սերմ չլինի, որովհետև Մեսրոպի շատ Մեսրոպը նախ հաճույքով ի զարմանս ինձ, ի ուրախություն ինձ և չգիտեմ ինչ ինձ, որ Մեսրոպը գոնե թե սա ուտում է ու հաճույքով է ուտում, դրա համար
պարտադիր կերպով գնում եմ եւ առավոտյան պարտադիր իրեն տալիս եմ ու ինքը շատ հաճույքով առավոտյան անոթի ուտում է առանց որևէ բանի ընդվզումների եւ մշտապես մշտական ջերմուկը հղիների ամառվա համար այստեղ արդեն տնտեսականից այստեղ բանան էի գնել առավոտյան փանքեյք էի ուզում սարքել Այսրոպի միլերները ամբողջը Այսրոպի համար գուբկաս վերջացել էր պատրվել էր իրենք էլ պետք է ինձ գովազդի համար վճարեն օճառներ վերջացել այստեղ դավի օճառներից չկար էլ նաշտատի սա նոր տարբերակն է մի փոքր մեծ 550 թե 560 դրամ է ֆոտո մի տեսնում ինչ ձև է հա բան յոգուրտի հոտ է գալիս իսկապես ոնց որ նկարել է Սա գնացի, անձեռոցիկը, Այսրոպի ականջի մաքրիչն էր ավարտվել, սա սեղանի շորն էր, էլի կեղտոտել էր, ժավելից այսինքն փափկել էր ու այլևս չէր լինում իրեն լվանալ մաքրել, Այսրոպի անձեռոցիկները և վերջ, կարծես այսքանը, հիմա գնանք Վայկիկի գնումները ցույց տամ, մի քանի գնում, որոնք արել էի, Երևան մոլի Վայկիկիում տեսականին ընդհանրապես դուրս չեկավ, ընդհանրապես։ Բայց ստիպված էլ որ գնացել էի, սա մեր Լեային եմ գնել, քրոջս աղջկան 0-3 ամսական է, վերջերս զգացինք, որ իրեն ամեն ինչ ունի, բացի պանամկայից, որ այս արևին մի քիչ դիմանա, ու տեսականի չկար։ Կիաբիում միայն մի տեսակը տեսա, մի քիչ բաց, այսպես մյուս լինատիպ, բայց այդքան էլ դուրս չեկավ, իրա այս ռեզինկաները շատ ամուր ու շատ պինդ էր։ Դրա համար սա վերցրեցի։ Եվ Այսրոպին եւ Մենուային այս նույն կոստյումից, որտեղ Մենուայի ծնունդն է, ամսի 15-ին։ Հենց Marvel-ի բանով է տորթը լինելու, նշանով է լինելու տորթը։ Երկու հատ նույնից վերցրեցի, որ այդ օրը հագնեն իրար հետ։ Մամա։ Ասա։ Ուզում ես հանես։ Հա։ Դուր տենա։ Հեսա կյանք, բայց չես տեսնում, որ հակառակ պետք է հանես։ Հա։ Բա ինչ։ Չիթե։ Մամիրա պրինցեպետեն ցանում ու մտնում աստեղ։ Հա, ու հետևից սիրու տանում եմ։ Եվ կիաբից երկու մայչկա գնեցի։ Հենա Այսրոպի հակին։ Մոզջան, հլը կտաս էդի, լողազգեստն էլ կտաս, մի հատ մամային տղես։ Դուր ցավ տանում եմ։ Եվ լողազգեստ գնեցի գրանցպորտի համար, դուրսի։ Օպ, այ տղա մի շպրտի, սիրուն բեր դուր ցավ տանում եմ։ Գտեց եմ արել։ Իրա սիրելի շինաչի պատրուլի բանա, շորտիկնա, այնտեղ կար ամբողջությամբ որ փակ է լինում, իրականում ուզում էի այդպիսինը գնել, հետո ասեցի լավ թող սա լինի, իրականում չգիտեմ այնտեղ ինչ ձևով են էլի պահանջում լողազգեստը, որտեղ ասեցին լողազգեստ, սրբիչ, ակնոցները գլխարկ, եթե մազերը երկար է, Այսրոպին այդքան էլ երկար չի, բայց ես ամեն դեպքում գլխարկ կտանեմ, իրենք արդեն թող այնտեղ ուրարտուն տեսել եմ, կվերցնեմ այնտեղից, թող արդեն որոշեն կդնի Այսրոպը այնտեղ, թե ոչ։ Սա վերցրեցի, ասեցի լավ, այնտեղ արդեն կհասկանան, եթե ասեն մյուսներից բեր, այդ ամբողջ մարմինը որ փակ է, բազունկայատիպ, կգնեմ այն մյուսից, ինքը իրեն խաղահորինել ու խաղմա։ Այդ կիաբից սրանից գնեցի, այսպես հասարակ վերխա, մեկն էլ նույն այս նարնջագույն գույնի վերխն է, սենց գծիկներով մի թեթե, ներքևը այս սիրուն նշանիկով։ Վերջ, այսքան էր իմ ամբողջ գնումները, կարծում եմ կմոնտաժեմ լոգը և կտեղադրեմ։ Այսրոպի լողի մասով արդեն խոսեցի, պայմանավորվել եմ, մնում է մենք ճիճվի անալիզը տանք, որովհետև պարտադիր է ճիճվի անալիզը, կհանձնեմ ճիճվի անալիզը, ես էլ ավելի հանգիստ կլինեմ, որովհետև ընդհանուր նախ արյան անալիզեր էի ուզում հանձնել, և ճիճվի անալիզը և ընդհանուր արյան անալիզը կհանձնեմ, ու հանգիստ սրտով կտանեմ, թող իր լողը պարապի, մի փոքր կոփվի, մինչև կհասկանանք արդեն հետագա ընթացքը ոնց է լինում և ինչ ենք անում։ Դրա մասին մի փոքր ուշ կանդրադառնամ, վլոգ կնկարեմ առանձին։ Մամ, քեզ զանգել եմ լավային։ Հա տղես,
Այսքանով կարծում եմ կավարտեմ վլոգը, այնպես որ շնորհակալ եմ որ դիտեցիք, լավ եղեք ու լավ եղեք։